Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շատ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Ես արդեն կարծում եմ, որ մեր հաղորդումները ձեզ համար սպասված հաղորդումներ են եւ դա մեզ ողջևորում է։ Եվ այդ կարծիքը, որ ես կազմել եմ, դա նրանից է, որ դուք ձեր արձագանքները, ձեր խորհուրդները հղում եք մեզ, այսինքն հետաքրքրված եք մեր հաղորդումներով։ Բարեկամներ, դա մեզ ողջևորում է եւ կարծում եմ այս միասնական աշխատանքը տալիս է իր արդյունքը տալիս է, իսկ արդյունքը դա է, որ նաև որ մենք ել ավելի շատ ենք ծանոթանում մեր ազգային խոհանոցին եւ մեր ազգային խոհանոցը, ինչպես գիտեք, մեր մշակութային ոչ նյութական ժառանգությունն է, այսինքն մեր ժառանգությանը մենք ել ավելի ենք մոտենում։ Շնորհակալություն այդ ամենի համար։ Եվ այսպես բարեկամներ, պատրաստվող ուտեստը կոչվում է Սիսերով բոզբաշ եւ ունի հետեւյալ բաղադրությունը։ Գարան փափկամիս, սիսեր նախորոք խաշված, կարտոֆիլ, տոմատ մածուկ, մի քիչ պիտի օգտագործենք ալյուր, սոխառած, համեմունքներ չորացված կծու պղպեղ, յուղ բնականաբար, աղ եւ մի քիչ խնձորի քացախ։ Իսկ ամենակարևոր համնոնքը, որ դուք արդեն գիտեք, դա մեր սերն է եւ հոգու ջերմությունը։ Գնացինք բարեկամներ, կաթսան լավ տաքացնում ենք, ձեթը կամ յուղը դաղում ենք, պատրաստում ենք սոխառած, սոխը պիտի լինի առատ։ Եվ մի քիչ խոշոր։ Յուղը դաղվեց, լցնենք սոխը, խառնենք, միսը կտրատենք, այս ուտեստը պատրաստվում է նաև նախորոք խաշվելով, միսը խաշում ենք, արգանակը քամում, նոր սոխառած եւ այլն ինչ որ անելու ենք, վերջում ավելացնում ենք խաշված միսը եւ արգանակը։ Հիշեցնեմ, որ բոզբաշի շատ ու շատ տարբերակներ կան եւ այնտեղ հենց տարբերությունները, այսպես տարատեսակների, նրանում են, որ եւ մթերքների որոշակի այդ քանակի, կտրատման ձևից եւ նրա որ ժամին ենք, որ պահին ենք միացնում ուտեստին, սրանք արդեն տարբերվում են։ Այսինքն կան բոզբաշների շատ տեսակներ, որտեղ որ միսը տապակվում է, նոր խաշվում, կան որ տարբերակներ, որ խաշվում է, տապակվում, նոր միացվում ընդհանուր ուտեստին։ Այս տարբերակը միսը տապակելու ենք, նոր նրա վրա պատրաստելու ենք ամբողջ ապուրը։ Կարտոֆիլն ենք կտրում։ Կարտոֆիլի անվնաս կտրելու համար մի շերտ կտրում ենք, նոր հարթ մակերեսով արդեն դնում ենք տախտակի վրա, նոր սկսում ենք այսպես հանգիստ առանց վտանգի կտրատել։ Սոխառածը կիսա եւ վիճակ է։ Հիմա կավելացնենք միսը։ Միսը սոխառածի հետ կկեղևապատենք, սիսերը մենք այս պահին վերցրել ենք խաշված սիսեր, իհարկե կարող ենք նաև սիսերը հում օգտագործել, բայց նախորոք թրջած գոնե սիսեր եւ կեղևից մաքրված։ Տարբերությունը այն կլինի, որ սիսերից այդ խաշուն, ինչպես ասում ենք, արգանակը յուրահատուկ համ կհաղորդի մեր ապուրին։ Ահա, երևապատվեց միսը, մի քիչ աղ ենք ավելացնում, միացնում ենք սոխառածին նաև կարտոֆիլը, շարունակում ենք շոգ է խաշել։
խառնում ենք կարտոֆիլն էլ, որ այսպես մի քիչ այսպես ասած բախենա ջերմությունից։ Լավ է։ Մի քիչ ալյուր, բոված ալյուր և մի քիչ լոլիկ մածուկ խառնում ենք։ Հարկավոր է լոլիկ մածուկի հետ մի քիչ անպայման տապակել, որ լոլիկ մածուկի այդ մածուկին բնորոշ թթվային մասը մի քիչ մեղմվի։ Նոր շարունակում ենք արդեն պատրաստել։ Ահա, ավելացնում ենք սիսեռը։ Եվ կանաչիների մի մասը հիմա կավելացնենք, վերցնում ենք ծոթրին, սամիտ և համքեղ, համեմ, սամիտ և ծիտրոն, ինչ շատ են զանգահարում և կանաչիների հայեցի անվանումները մի քիչ անհասկանալի է դեռ առայժմ ցավոք սրտի, այնպես որ ես չեմ զլանա նաև գործածվող անունները նշել։ Համեմունքի մի մասը հիմա միասին թող շոգեխաշվեն։ Բուրմունքը անմիջապես տարածվեց ամբողջ տաղավարի մեջ և մեր օպերատորը հուշում է, որ շատ լավ բուրմունք է արդեն, նույնիսկ դժվար է համբերել մինչև վերջ, բայց պիտի համբերենք։ Այս պահին ավելացնում ենք ջուրը։ Բնականաբար շատ ավելի համեղ է ստացվում ուտեստը, երբ որ օգտագործում ենք արգանակ։ Ահա այսպես ուղիղ 12 րոպե և ուտեստը պատրաստ է։ Պատկերացնում ենք, օգտագործել ենք հում միս և հում կարտոֆիլ, բայց 12 րոպեից հետո պատրաստ է լինելու, որովհետև մենք մի քիչ շոգեխաշեցինք բարձր ջերմաշանի տակ, այսպես ասած վախեցրինք կարտոֆիլը և միսը։ 12 րոպե հետո կհանդիպենք և ուտեստը ամբողջապես կլինի պատրաստ։ 12 րոպեն անցավ, բարեկամներ, և տեսնենք, թե ինչ է այստեղ կատարվում։ Արդեն տեսնում եք, թե ինչ է կատարվում։ Մի հատ վերջնական այսպես համտես։ Ամեն ինչ կարգին է։ Ավելացնում ենք մնացած կանաչին և մի քիչ խնձորի քացախ։ Ծածկում ենք, քաշում կրակից, մինչ մենք կպատրաստենք, նախապատրաստենք ափսեն, ուտեստը արդեն այդ համային վերջի, այդ մեր ներդրում այդ ճիքերը արդեն իր արդյունքը կտա, այսինքն համերը լրիվ կբաշխվեն, բայց նաև ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել պատրաստման եղանակը։ Պատրաստեցինք սիսեռով բոզբաշ, սկսեցինք սոխառացից, սոխառացի ժամանակ տապակեցինք սոխառաթի հետ միասին նաև գառան փափկամիսը, այնուհետև կեղևապատեցինք, լրիվ չտապակեցինք ամբողջապես, ավելացրինք նաև կարտոֆիլը, մի քիչ կեղևապատվեց կարտոֆիլը, այնուհետև սիսեռը խաշված, մի քիչ բոված ալյուր, տոմատ մածուկը պահեցինք մի քիչ, որ եռա և այդ թթվային մասը մի քիչ ձերբազատվենք թթվային մասից, ավելացրինք ջուր, կանաչի մի փոքր մասը, համեմ, ծիտրոն և սամիտ։ 12 րոպե եփվեց այս ամբողջը և վերջում ավելացրինք մնացած մասը կանաչի և խնձորով քացախ։ Եվ ուտեստը արդեն պատրաստ է իր ամբողջ տեսքով և շուքով։
Չմոռանանք, որ այս ապուրը եւ ընդհանրապես բոզբաշները պատկանում են թանձրապուրների շարքին։ Թանձր պիտի լինի։ Ահա, խնդրեմ։ Այս ապուրն էր, որ ջանասիրաբար միասին պատրաստեցինք այսօր։ Բարեկամներ, այսօրվա համար այսքանը։ Ես իհարկե ամեն անգամ հրաժեշտ տալու ցավով եմ հրաժեշտ տալիս, բայց այդպես է։ Ուզում եմ, որ մեր բոլորիս սեղաններին միշտ լինեն ազգային ավանդական ուտեստներ։ Հավատացեք, որ նրանք կօգնեն մեզ, կօգնեն լինել ել ավելի առողջ եւ ել ավելի երջանիկ։ Ազգ սիրենք եւ հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Սիսերով բոզբաշ, գարան միս 200 գրամ, սիսեր 50 գրամ, կարտոֆիլ 70 գրամ, տոմատ մածուկ 30 գրամ, ալյուր 50 գրամ, սող 120 գրամ, ձեթ 30 գրամ, աղ, խնձորի քացախ, կծու պղպեղ, բարեախորշակ։